ասած 5 մինուտ այդ իրավիճակի հետ կապված միևնույն է նորից բողոք, բայց երբ որ նույն քաղաքացուն հարց ավելի շուտ գյուղացուն հարց է տալի ասում ես եղբայր պատվական ինչի՞ ես բողոքում, ինչի՞ ես դու գանգատվում, որ գիտեք ինչ սիլիտրան թանկացել է, չեն կարողանում առնել, չգիտեմ, մեզ շոկ 20,000-ը 30,000-ը այս միշկանադարը չգիտենք, Ղուկասյան ջան մետեր եղի։ Հարց ես տալի ասում ես Հարգաժան, պատվարժան, ընկեր գյուղացի, ընտրությունների ժամանակ ում եք դուք ձայն տվել, ասում է Նիկոլ Փաշինյան, բա որ Նիկոլ Փաշինյանին ձայն ես տվել, Նիկոլ Փաշինյանի իշխանությունն էլ սիլտրան բերեցրել է նման բանը գների, ինչ ես ուզում հանրային ձայնից, ասում է Նիկոլ Բոզի տղա է, ասում հասկացանք, որ Նիկոլը Բոզի տղա է, այդ բոլորն գիտեն, որ Նիկոլը Բոզի տղա է, բայց ով է Նիկոլին ձայն տվել, դուք, բա մեջ եք ուզում ազդից Շատ հետաքրքիր բան է դառնում, ձայն են տալի Նիկոլին, սիլիտրայի գնի պատասխանը կամ բողոքի ալիքի կամ հարցի բարձրաձայնումը պահանջում են հանրային ձայնից, մեզանից։ Այս տիպիկ հայկական գեղեցիկ ասացվածք, ով տրի, ով գնա սանատորիա։ Ինչևից է, անդառնանք մեր բողոքներին, հետո կանդառնանք թեմաներին ու այդպես, ինչպես և միշտ։ Так, երեք ինձ զանգահարել էին մի երկու ասպես աղջիկ կամ կին և ահազանգում էին, որ Ավանի, հիմա ես չգիտեմ, այսինքն իրենք ահազանգեցին հետևյալ կերպ, որ Ավանի հոգեբուժարանում այտենց վատ բաներ են տեղի ունենում, այսինքն իրենք տեսել են ինչ-որ մի տեսանյութ, որը դեռ հրապարակման ենթակա չէ, ինչպես Ավանի հոգեբուժարանում բուժքույր կա ինչ-որ կամ բուժքույր է, կամ սանիտար կայա, կամ չգիտեմ խնամակալ է և այլն, իզևայեցա, այսպես ասած, տարիքով հիվանդ հոգեկան կնոջ վրա, չգիտեմ, ընդեղ իրանք ինձ ուղղակի բանը պատմեցին իրենց աչքի տեսած տեսանյութը, ես այդ տեսանյութը չեմ տեսել, ուղղակի պատասխանեցին, որ տվյալ բուժաշխատողը Ոմն Լուսինե, հիմա և ևս մեկ բուժաշխատող, որը նկարահանել է այդ կադրերը, նստել է հիվանդ կնոջ դոշին ու ծիպը գլգլել։ Հիմա ես նորից եմ ասում, մենք չենք հասցրել ձեռքբերած, մեզ դեռ չի հասել այդ տեսանյութը, բայց եթե նման տեսանյութ գոյություն ունի և հասնի մեզ, ես ուզում եմ զգուշացնել Ավանի հոգեբուժարանի գլխավոր բժշկին և առողջապահության նախարար կոչված Սևուկուլիկ Պոռնիկ Բալիկին, որ այդ տեսանյութը մենք կհրապարակենք, չգիտեմ, ընդեղ նստել են հիվանդ կնկադոշին, ինչ են ուզում անեն, ինչ-որ տես ահազանգ է, ես չեմ կարող հիմա ասել անձամբ, ես չեմ տեսել այդ տեսանյութը, բայց ասեցին, որ մե պոռնոյ կհրապարակենք, թող դատախազությունը բնպարզի, թե էտա ինչ պոռնոյ։ Ես ուզում եմ անդրադառնամ մեկ այլ անձնավորության, ում հետ կապված գալիս է ահազանգիր, խոսքը վերաբերվում է Գրիգոր Տեր Ղազարյանին։ Այս երիտասարդին ես ճանաչում եմ, պատիվ եմ ունեցել կամ բախտ եմ ունեցել կամ ինքնապատիվ ունեցել շփվել 2000-ական թվականներին, դուք հիշում եք հարգելի ժողովուրդ, երբ որ համացանցում տարածվեց տեսանյութ, ինչպես վարչապետի նախկին խորհրդական նայրին Դուբայում, բացօթյա բասեյնում, չոփոն անում և ցույց տալի, որ ինքը Դուբայում է։ Տեսանյութը տարածվեց համացանցով մեկ, ուղարկել էին ինձ։ Բանից պարզում է, որ նախկին խորհրդական, օգնական, ոնց ասենք, նայրին հանգստացել է Դուբայում այս չոմալակ Գրիգոր Տեր Ղազարյանի մոտ, կամ ոնց որ ասում են Գրիշ, հիմա ես ուղղակի ուզում եմ տեղը բերեմ, սա է հրավիրված եղել, ընդեղ բոլորի մոտ հարց էր առաջացել, թե սա, չգիտեմ, աշխատանքի ժամանակ է, թե արձակուրդի ժամանակ է, և առհասարակ բոլորի մոտ առաջացել է հարց, և իմ մոտ էլ անգամ, թե ինչն է պատճառը, որ էտա Նիկոլ աշխատանքից ազատել է ընկեր Նայիրին։
Հիմա էլ Նայրին գնացել է էտա Գրիգոր Տեր Ղազարյանի մոտ։ Բանից պարզվում է, ըստ մեզ հասած տեղեկությունների այս պայդրությամբ դեռ ամբողջովին չհիմնավորված, Նայրին աջակցել է բիզնեսմեն Գրիշին, որպեսզի վերջինս կարողանա ձեռք բերի Կոմիտասի շուկայի մոտ շինարարություն անելու թույլտվություն։ Ինչպես գիտեք, այդ Կոմիտասի շուկան պետքա վերածվի էլիտար բնակելի թաղամասի։ Այդ շուկայի տարածքը ինչա վաճառել են, ես որքան չեմ սխալվում, դաշնակները 7 միլիոնով տոլիս իմ քանի միլիոնով։ Հիմա սա առել է եւ այդտեղ ուզում է շինի էլիտար շենք, էլիտար թաղամաս, եւ այդ process-ում սան օգնել է Նայրին, ինչը որ ընկել է Նիկոլի ականջը, Նիկոլն էլ բանիմայից ելևի ծանրատալ էր, որ իր օգնականը թաթախված է եղել շին թույլտվությունների մեջ։ Եվ բռնեու ասած ասած մի փոքր կոնֆլիկտից հետո ազատերա Գրիշն էլ իր մոտ վերցրել է աշխատանքի, ապահովել է Դուբայում երկնային լողավազան։ Ատրանայրի это бассейн մեջը չի ես դու բնակով լողանում, բա ես սուրեի, բա էտա Գրիշի հետ ընչի չես մտե էտա бассейн։ Լավ գործաբաց գիտեք։ Չգիտեմ, համենայն դեպս ով էս Ղախտի վրա տեղեկություն կունենա այս Գրիշի վրա, խնդրում եմ այդ ուղարկել հանրային ձայն, ուզում հասկանամ, ինչպես ստացվեց, որ երեկվա երիտասարդը կարողանում է ձեռք բերել նման կառույց, բազմամիլիոն դոլարանոց եւ դրա հետ մեկտեղ փորձում է իրականացնել կամ կառուցել բնակելի բավականին լուրջ թանկարժեք թաղամաս, այնտեղ 20 հարգանի էլիտար շենք։ Ինչ միջոցներով, ոնց, ինչ, ես չեմ կարող հասկանալ, ուստի ով ունի տեղեկություն, ես ոնց հասկացա, սա Վազգենի աղբոր Փեսենա, հարգելի ժողովուրդ, եթե կա տեղեկություն, ինձ հետաքրքիր է պրոստը, ես ինչ տինտիրիդներ խնդրում եմ տեղյակ պահել։ Մենք հետաքրքրված ենք նաև Չեխիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանով Հովակիմյան Աշոտ, ում թեթև ձեռքով մի քանի օր առաջ աշխատանքից ազատվել է Սերբիայում Հայաստանի պատվո հյուպատոսը, որ ազգությամբ հայ է, տեոնազգանունը չեմ նշել ինձ մոտ, հիմա մենք նաև ուսումնասիրում ենք այն հարցը, թե ինչով է պայմանավորված, որովհետև այդ ազգությամբ հայ կոչված, ազգությամբ սերբ, բայց Հայաստանի պատվո հյուպատոս կոչված անձնավորությունը, որին որ Հովակիմյան Աշոտ Բոզի տեղի հետ ազատել է աշխատանքից, բավականին մեծ ներդրում է ունեցել Սերբիայում գտնվող հայերի համար, ամենձև աջակցել է, թե ինչն է պատճառը, որ 10 տարուց ավել պատվո հյուպատոս ծառայած մարդուն աշխատանքից ազատել է Հովակիմյան Աշոտը, որը վարում է հակահայկական գործունեություն Եվրոպայում, ես չգիտեմ, բայց եւս ուսումնասիրման փուլում է։ Միանգամից ուզում եմ ասեմ ժամանակի սղության պատճառով չենք հասցրել, բայց մյուս հաղորդմանը մենք ամենահավանականությամբ կանդրադառնանք Շուշանիկ Ղազարյանին, Ներսիսյանի ներողություն, Նակոլկա Շուշո պետ եկամուտներից, որովհետև մեր ինչպես գիտեք, վերջին ժամանակներս մենք հաճախակ ենք ուսումնասիրում Պեկում տիրող իրավիճակը, բայց որ Պեկը մկադարերա պորնո ստուդիա, այդ դրա մասին ես չգիտեի եւ ասում եմ գլխավոր դերերում Նակոլկա Շուշո։ Գործի բոլոր մանրամասնությունները հաջորդ հաղորդմանը։ Քանի որ գնաց խոսք էլիտար երևույթների մասին, ինչպիսին է Նակոլկա Շուշոյի, ես ուզում եմ մի թեթև նորից անդրադառնանք Մադամ Էլիզաբեթ Վահե Հակոբյանի տիկին։ Ուրեմն ես չգիտեի, այսինքն կարող էի պատկերացնել, բայց որ այս մասշտաբի տեղյակ չէի։ Բանից պարզվում է, որ Մադամ Էլիզաբեթ իր անձնական էքստրասենսն ունի։ Ես այս բան չգիտեի։ Այսինքն ուրին համար բախտագուշակություն անում, ուրին խմա էտա երկինք նայում, լուսին, լիալուսին, այնպես անը որ մարդու գործերը լավ լինի, եւ սա այն Էլիզաբեթն է, որ գում $1500 չուներ։
Սրանց է պատկանում Զանգեզուր TV-ին, այսինքն ես չգիտեի, որ Սյունիքի մարզում գոյություն ունի Զանգեզուր հեռուստաընկերություն, որը նաև հեռարձակում է եւ ինչանում, պատկանում է Մադամ Էլիզաբեթ։ Մադամ Էլիզաբեթի օֆիսը գտնվում է Սայրան 26 հասցեում, Պարա TV հեռուստաընկերությունը եւս պատկանում է Մադամ Էլիզաբեթ, որը տեղակայված, որի 3 հարգանի շինություն է, որի 3-րդ հարգում նստում է Մադամ Էլիզաբեթ, հատուկ ժալուզիներով, որ չկարողանան դրսից լսել ինչ է խոսում Մադամ Էլիզաբեթ, ուրին security, ուրին շունիկներ, ուրին ամեն ինչ։ Եվ այս խանամը ունենալով այս ամենը սեփականություն Իսպանիայում առանձնատուն, մի տուն ունի Վահագնի թաղամասում, որտեղ բնակվում են վերջինիս տղաները, մի տուն ունի Սայաթնովա Տերյան Խաշմերուկի վրա եւ այլն, եւ այս կինը չուներ հարգելի ժողովուրդ $1500 գումար եւ սա այս խանամը ճանաչվել է սնանկ։ Սա ուղղակի որպես տեղեկատվություն փոխանցում եմ ձեզ։ Հələ մենք էլի կուսումնասիրենք Մադամ Էլիզաբեթ։ Ժողովուրդը բողոքում են արդեն մի օրվա մեջ 2-3 բողոք ենք ստացել Artshin Invest բանկից։ Ուրեմն ինչ է կատարվում Artshin Invest բանկում։ Մարդիկ Եվրոպաներից, Քաթարից, չգիտեմ, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից ստանում են դոլարային փոխանցում։ Գնում են որ դոլարային փոխանցումը ստանան, Artshin Invest բանկն ասում է՝ «Սիկտիրելեք փոխտվող չկա»։ Դոլար չկա։ Ասում բայց դոլարը փոխանցվել, մեր դոլար տվեք, ասում աննետ։ Ասում են լավ դրամ տվեք, էդ էլ ասում նետ, ձգձգը, մարդիկ ընկնում չգիտեմ, պատերազմի մեջ, լրփնեմ, ղժեմ, ցռեմ, փռեմ, տարեմ, քակեմ, եւ այլն նոր դրանից հետո բանկը այդ հսկայական կոնֆլիկտից հետո հանում է, չգիտեմ, դրամով տալիս է։ Գումարած դրան, ասում է պարոն Ղուկասյան, փոխանցել են $3000 USA-ից 2%-ով։ Ասում է $100 պիտի որ ինձ պահեն, որ ձեր փողը տանք։ Հասկանում եք։ Հիմա ես ուզում եմ դիմեմ Artshin Invest բանկի տնօրինությանը։ Էս ինչ եք դուք անում։ Ինչ է նշանակում դոլար չկա, կամ եսի մի չկա, հա, դոլար չկա դրամ տվեք։ Բա ոչ եք տալի, ոչ եք տալի։ Էս ինչ դինտիրներ եք անում։ Ելնելով այս ամենից, նյարդայնացած մարդիկ, լովը, ժիրոն, ժիրոյա, ժիբոյա, ժանն, մխոն, Վարդանը եւ Դամբուլիկը ուզում են գան Artshin Invest բանկի գործադիր տնօրենի տուն համվեն ու վին բռնեն, մականեն, կուկուլալայ։ Մենք էլ մեծ հաճույքով ուղարկում ենք սրանց տուն։ Ես դիմում եմ Artshin Invest բանկի աշխատակիցներին։ Ուրեմն այն քաղաքացուն, որին որ դուք անհիմն տեղը մերժելու եք վերջինիս փոխանցված դոլարը տրամադրելու, այդ քաղաքացին ունի լրիվ իրավունք նկարահանելու ձեր քիթուբերան եւ ուղարկի հանրային ձայն։ Այդ ձեր այդ մերժումը, ձեր չհիմնավորված ելույթները եւ այլն։ Ձեր այդ կերպարանքն, ձեր ֆոտոյ, վիդեոյ, ինչ ձև դուք ձեզ պահել եք, ինչ հիմար պատասխան տվել եք քաղաքացուն, կտեղադրվի մեր ինֆորմացիոն կանալներով։ Եվ մեկով կեղիկ խայտարակ։ Խեղդներդ գլուխներդ հավաքեք, ինչ փոխանցում արվում է, ոչ որ աշխատել եք մինչև այս պատերազմը, նույն ձևով բանը փոխանցեք, նույնը վերաբերվում է կենտրոնական բանկի նախագահին։ Այս ժլով, ժիրոր, մխով, վարդան, դամբուլ եւ այլն, դրանք Artshin Invest բանկից հետո ղեկավարից տնից դուրս են գալու ղեկավարի հետ միասին կան մտնեն կենտրոնական բանկի նախագահի տուն, հմեն ծասում, անեն փռեն արևի տակում դու բոզիտախա չեք։ Վա։ Ես գուշացրեցի։ Անցնենք առաջ, Էլիզաբեթ, այ մարդանեց հել մի բան անուն է, Էլիզաբեթ, ես ինչ ասում, ահա, լավ, մենք հետ կտարնանք սրան, բողոքներ եմ ուզում, մենք ավարտենք, բողոք, եսի տաշի Սամոյի վրա բողոք, եսի պնեի վրա բողոք, մի քանի օրեր մենք չէինք անդրադառնալ ընկեր Սուրեն Պապիկյանին, նախորդ հաղորդման ասենք ապրես, որ լեկենացել ես Վազգենի գերեզման, մալարեց։ Հիմա հանրային ձայն հաղորդաշար են զանգահարել եւ բողոքում են 18021 Զորամասից, որը գտնվում է Ջերմուկում, հրամանատար Մանուկ
Մելքոնյան։ Ինչից են բողոքում։ Նախ ասում են, որ Զորամասի տարածքում ԿՊՊ, կազարմա, չգիտեմ, ճաշարան եւ այլն բոլոր տիպի շինարարական աշխատանքները, չգիտեմ, այնտեղ շտեպցել, ստեղ ներկել, ստեղ աբոյ, ստեղ լուսամուտ, ստեղ դուր, գումարները պահանջում են զինծառայողներից ժամկետային։ Գումարած դրան ժամկետային զինծառայողների 8 ամիսը լրացել է, բայց ոչ կոշիկ են տալի, ոչ ֆորմա են տալի, ոչ շոր են տալի, ոչ մայկա, ոչ տրուսիկ եւ այլն։ Իսկ եթե մարդիկ էլ բողոքում են, գանգատվում են, բարձրաձայնում են եւ այլն, ամենաչնչին արարքի համար ենթարկվում են կակապական տուժի։ Սենց բան, երբ որ զորքից էին հավաքում ներք, չգիտեմ, շտեպցել, շտեկեր եւ այլն, եւ դա մեր թվերին էր 97, 8, 9, 4, 2, 3, 2 եւ այլն, երբ որ բանակը նոր կազմավորվում էր եւ ես հիշում եմ նացիոնալ ներկեր կային, նացիոնալ ներկով մարդիկ գնում էին օդպուսկ կամ չգիտեմ, այնտեղ ինչ-որ մի շինարարական աշխատանք էին։ Հիմա ես ուզում եմ հասկանամ Սուրեն Պապիկյան կոչված պաշտպանության նախարարը բնույթով ուսուցչուհի տեղյակ է այս իրավիճակից թե ոչ։ Մենք մեռանք ասելով ընկեր Սուրեն Պապիկյանի, տեսեք մարդկային, գրական, կուլտուրական լեզվով, առանց գլգլը, կուկուլալա, տումամբա, մորմշ եւ այլն։ Սուրեն Պապի մարդկային լեզվով ես այս բողոքը հասցնում եմ քեզ որպես պաշտպանության նախարար։ Քո ռազմական ոստիկանության կիսամեռած վարչության պետը ում խերի գլոխնա ատե նստած, երբ որ այս բարդակը տեղի է ունենում անմիջապես Զորամասի հրամկազմի կողմից, որ համազգեստի չկա, որ ուզում են գումար, որ չգիտեմ զինվորը պիտի կազարմեն սարքի, բա քո կապշին վարությունը ուր է։ Հիմա որ ես դնեմ, հիշեմ քո տրնդես, հարցանիկ, քո կնիկ եւ այլն, նորից դու վիրավորվելու ես, նեղանալու ես, գնալու ես Վայե Ղազարյանի դուրը, Վայե Ղազարյանը գալու է մեր դուրը եւ այլն։ Հա, իմիջալոց։ Ես այսօր բան մոռացա ասել, որ կլոր սեղանի շուրջ հրավիրված են մեր ուժային կառույցի ղեկավարները եւ ինչպես միշտ կոֆելատեյ, նեգրեժպիտ, ամեն ինչ սեղանի վրա դրուկ է։ Օգտվեք, պարոնայք սպաներ։ Բայց մենք ոնց վարվենք ընկեր պաշտպանության նախարար։ Հենո, խնդրեմ, կուլտուրական տես առանց քֆուր։ Կուլտուրական, բառացիորեն, մարդկային լեզվով ասում եմ 18-021 Զորամաս, հրամանատար Մելքոնյան Մանուկ։ Ես հիմա հետևելու եմ սա, հետևանք ունենալու է, թե ոչ։ Այսօր վաղը քո ռազմական ոստիկանություն կոչված կոոպերատիվը գնալու է այս Զորամաս 8 ամիս ծառայած զինվորներին տենա ֆորմա տվել են, կոշիկ տվել են, բատինկա, չգիտեմ, մայկա, տրուսիկ եւ այլն։ Այո թե ոչ։ Որ հետո տես մարդավարի ասեցի։ Հիմա ես հետարքիր արձագանք լինելու է թե ոչ։ Հետո չնեղալաս։ Վազեց MVD-ի մինիստրը դուրն ասեց մետերելի։ Արտգործ նախարարություն, մյուս այսպես կոչված կոոպերատիվը, որը բացարձակապես մատեմատին չտալի, գոհություն չունի։ Աբսոլյուտնա այդպես հիմնարկ գոհություն չունի։ Դեսպանները բոզիտողությամբ են զբաղված Ուկրաինայում, Եվրոպայում եւ այլն, նույն էլ Ռուսաստանում։ Սան քեստ է, ասում 15 օրից ավել մեր հայ վարորդները մնացել են լարսում։ Ոչ տիրություն անուղ կա, ոչ են։ Ինչով է զբաղված Վրաստանում Հայաստանի դեսպանը կամ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը, ես չեմ հասկանում պատճառը որն է։ Կամ եթե այդ մարդիկ մնացել են լարսում, այդ մարդկանց առաջին օգնությունը սննդամթեր կա, ջուրա, դեղորայ կա, քաքաթե կա, հացնող կա, թե ոչ, բնականաբար ոչ։ Բայց հիմա ուզում եմ հասկանամ, արտգործ նախարարություն կոչված տերմինը ինչի համար է, որ գնաք թուրքերի ոռիցակը լզեք, դրա համար է։ Ձեր վարորդները, ձեր քաղաքացիները մնացել են լարսի բնքուչեքը, ով է այդ մարդկանց տիրություն անելու։ Ախր ընկեր վարորդներ, դուք էլ ընտրությունների ժամանակում եք ընտրել, նորից եմ կրկնեմ, Նիկոլ Փաշինյան։ Դրա հիմա, խնդրեմ, դրա համար մենք ստանում ենք այն, ինչ որ ստանում ենք։ Արտգործ նախարարություն գոյություն ունի, թե ոչ։ Նույն հաջողությամբ, ուրա, ստեղ ես նշել էի,
կորավել էս անտերը։ Ահա, պայթեցված բանը գազատարը Արցախում։ Մենք արտգործնախարարությունից մի բան լսանք, չլսանք։ Այս պայդուրությամբ գնում են կրակոցներ, Կարմիր շուկա, Խրամորդ, Նախիջևանիկ, Ղարաբաղի թևի վրա։ Ինչա, մեկ հալ լռություն, ոչ մի բողոքի նոտա, ոչ բան։ Աղբետեղեն էլ է գնացել է Ֆրանսիա, Երիսելյան պարատ։ Նա կարվավ, չկարեց, պատտանյալ, հելա մեկավ։ Ինչ արեց, մենք էջած գցանք։ Ափաշքարա ադրբեջանական կողմը դիվերսիայի հետևից, պայթաստմա չգիտեմ գազատար, կրակամա, պայմանագրային ազովում, էս անում են, այդ ֆոնի վրեն Անդրանիկ Քոչարյան կոչված Գանդոն, Բոզի տաղեն ասում են մենք գնում ենք խաղաղության, աղջի Ռուզիկ հլարի։ Ռուզիկ ջան, դու գիտես ես քեզ ինչ թարակ սիրեմ։ Դու գիտես ես քեզ ինչ թարակը հարգեմ այ աղջ, քո այդ բանտի, քո այդ մոզայ, քո այդ ֆենուկ, դզուկ, փչուկ, դուխի, պորֆում, համեն քո մոտ իդեալական։ Ամենաիդեալական այն, որ դու Անդրանիկ Քոչարյան ծածում սիմֆոնիկ երաժշտության տակ, լուսնի սոնատ, Կլայդերման, էդ էլ ողջունում։ Բայց հիմա ես մի բան եմ հասկանում, որ Անդրանիկ Քոչարյան արդեն սկսել է կայուն իմունիտետ ձեռք բերել եւ երկող շատրվանները քո մեջից, այդ շատրվան, որտեղ կխփես 10 մետր հեռավորության վրա դուս դրա բենի մեջ, այս բոզի տղուն դուր եկե։ Միգուցե Ռուզիկ ջան, մենք փոխենք երաժշտություն։ Սիմֆոնիկ, չգիտեմ, փոխենք տնենք ռեփ, ջազ, ռոք, թաթուլ, ինչ-որ մի բան տնենք, միգուցե Անդրանիկ Քոչարյան կոչված բոզի տղու ուղեղը ինչ-որ մի թափ սկսի ուրիշ ձև աշխատել։ Ես չեմ կարող հասկանամ։ Այն մարդիկ դրանց ջուլում են, գրլում են, գազատարեն կմփսնամ, ես դու մենք կոկրոտ ռազմական գործողություն ասում մենք կայուն քայլերով կնենք խաղաղություն։ Նրանք ծծնում են, այս ասում շարունակենք։ Ես չեմ կարող հասկանամ։ Ռուզիկ ջան, մետեր էլի, այդ գործողությունը, որ սրա հետ անում ես դու, այս Գանդոնի, փոխի երաժշտությունը, Ռուզիկ ջան։ Ստիլը փոխի, չգիտեմ, անցեք, չգիտեմ, ժողովրդական երգերի։ Միգուցե տենց, զարդնի, լաո մեռնիմ քզի, այդ երգի տակ դու սրան ծծնես, Ռուզիկ ջան։ Շուշանը սրան չի ուզում։ Տհաճա, Շուշոյի ծլիկն էլ հաստա, գիտես։ Это есть корман аккуратный, чи, ду, нежный, бан мороженое, зевалан. Դու գիտես, ես քեզ հարգում եմ, դու շատ լավ կնիկ ես։ Փոխի, երաժշտությունը փոխի։ Սպիտակցի հայկոդիժ, մուղամ, ինչ-որ մի բան։ Վայ, ես ինչ բան է։ Նրանք դե ագրեսիան ձերակ է, ես ասում եմ թե բան, մենք եթե մենք խաղաղություն։ Ուր այ բոզի տղա, այնի քո խաղաղություն աուզա։ Ինչպես խաղաղության հետ կապված մենք ազանգ ենք ստացել, որ ռուսական ռմբակոծության արդյունքում Մարիուպոլ քաղաքում շենքերից մեկի նկուղում շուրջ 200 մարդ խեղդվել է ծախից, փոշուց եւ չգիտեմ այտենց կեղտոտ բաներից, բայց ինքը բնակելի շենքի ժողովուրդը, որոնք ապաստարան են գտել Մարիուպոլում շենքի պատվալում նկուղում շուրջ 200 մարդ ամսի 7-ին մարտի բոլորը զոհվել են։ Ահա նման տեղեկություն մեր մարիուպոլյան աղբյուրներն են հայտնում։ Շատ ցավալի դեպք։ Ես չգիտեմ ինչ ասեմ։ Այսօր հերթական այս չեպենա տեղի ունեցել Նոբարաշեն քերակատարողական հիմնարկում։ Ամբողջ համացանցը ինֆորմացիոն դաշտը ողողված է դրանում, որ դատապարտյալ ասեղ կուլտալ, ասեղնի նրա համար, որովհետև չեն տալի դիմեդրոլ։ Ես մի փոքր երկար բանամտածում եմ, ասում եմ լավ, հիմա ում մեղադրես Նոբարաշենի բուժանձնակազմին, որ դիմեդրոլ չեն տվել եւ դա հանգեցրել է նրան, որ այս մարդը վեկալ է ասեղ, մասեղ, ինչ կթե վշմ կուլա տվե, թե դիմեդրոլ տան, որպեսզի մի կողմից բանը գտնում ինչի չեք տվել։ Հա մի ամպուլա դիմեդրոլա կամ սրսկեք կամ տվեք, հիմա թո
Իքսնիա դիմետրոլով բանը պապանզվի, եթե դիմետրոլը իան հանգստացնում է։ Վերջերջո դա ոչ նարկոտիկ է, ոչ ես եմ ինչ հակա հիստամինային բանը պրեպարատ, այսինքն հակա ալերգիկ, հանգիստ կարայք տայք, որպեսզի նմանատիպ բաների առաջ չհայտնվեք։ Այդ մարդկանց պսիխիկան էլ է խանգարված, որովհետև դատապարտյալների մեծ մասը, որոնք տարիներով փդում են տարբեր քերակատարողական հիմնարկներում, մարդիկ ուղղակի տեսնում են, որ 1000 դրամ, 5000 դրամ, 10000 դրամ գողանալու համար եկել են եւ տարիներով կրում են կալանք։ Միլիարդավոր դոլարներ եգրից թալանած մարդիկ բացարձակապես չեն ենթարկվում ոչ մի քերական պատասխանատվության։ Սոցիալական արդարություն են ուզում վերականգնել։ Ոնց։ Եվ ուզում եմ դիմեմ ինձ այդ նույն Նոբարաշեն քերակատարողական հիմնարկի պետին այդ լոլոզ բոզի տղուն, որ մի փոքր մտի այդ մարդկանց վիճակի մեջ, ինգեր գանդոն։ Այդ մի ամպուլ դիմեդրոլը, որ 10 սրսկվի կամ սրսկի բանը բուժակի վանը, քեզանից ոչ էփան չի թույլ։ Ավելավատակ այդ մարդիկ հանգստանան, քան թե հետո մենք ունենանք նմանատիպ հետևանքներ։ Ոչ պայմանական վաղաժամկետ է աշխատում, ոչ պրոբացիա է աշխատում, ոչ մի բան։ Բացա ոչ բաց ռեժիմ է աշխատում, ամեն ինչը նստած է կոռուպցիայի վրա, փողի, ծանոթի եւ այլն։ Սերժի ժամանակվանից ավելի վատ իրավիճակ է այժմ քերակատարողական հիմնարկներում, ինչ որ այն ժամանակ։ Սա էլ Նիկոլի ապագան։ Բոլոր դատապարտյալները եւ կալանավորները ծածցնեն Նոբարաշեն քերակատարողական հիմնարկի պետին իա ընտանիքով։ NCB-ի պետին էլ հետը։ Սասուն բոզի տղու աղբորը։ Իմիջալոց Սասունասը միտը սնգավ։ Մալչիկ բա իմինի Սասուն որոշել է հակակոռուպցիոն հիմնարկը ունենա իա լոգոն։ Լոգոն էլ պատկերել է միած սունդուկ, սունդուկի վրա ուրինթադրուկ առյուծ, իբր թե, մի ձեռը թուր առյուծի մեթաթի մեջ, էլ մի թաթն է սունդուկի վրա դեղին գույնի մեխատ առյուծը, բերանը բացած, լեզուն սենց դուրս հանած։ Այդ տղա դրա դիզայներն ով է։ Այդ ոնց որ դու ես գալագալիստ, այտենց էլ այդ խեղճ առյուծին ես պատկեր է գալագալիստ, ու դեղ ես տես առյուծի լեզուն տենց երկար, էթա հասնի եսի մուր։ Սեփական օրինակով, հա, բոզի տղա։ Կամ ինչ դիզայներ, ինչ սունդուկ, ինչ առյուծ, ինչ թաթվրեն, ինչ բան, մի հատ կառավարության շեքն է կարեիր։ Էտա քո ճաշակայի բոզի տղա։ Եվ դա պիտի հակակոռուպցիոն կոմիտեի լոգոտիպն է ձեռքերը թերու պետական գանձարանից, իա, այդ մեկնաբանությունն է, բա բոզի տղա 4 տարի է, դու ՀԿՑ-ի պետ ես, հələ արդեն ինչքան ժամանակ է հակակոռուպցիոնի պետ։ Քանի հատ բոզի տղու ես դու դատել։ Երգիրը թալանած։ Հարց եմ ուզում քեզ տամ։ Հəլ մի հատ ձեռքերը հերու գանձարանից։ Իսկապես, հենա Ռուստամ Բադասյան, հելի գրատես։ Ձեռքերը հերու են, թեբան մոտիկ են։ Շուշոննա կոլկա, ձեր թայֆից։ Լավ հել մոտիկ են։ Առաջապահության նախարար կոչված Սևոկուլի։ Ես էլ ասում եմ այն մարդ, էս ինչ է, էսով անստես աղամանի թեման մոգոնե տուգը բանից պարզվում է արգելի ժողովուրդ, որ այս աղամաների հետ կապված առողջապահության նախարարությունը գրանտ աշահել 1 միլիարդ դրամ ընդդեմ աղամանների հակա աղամանային երթ ու այդ մարդիկ այդ օրենքը վերցրել մտցրել են որ 1 միլիարդ դրամ գրանտը վերցնեն եվրոպական երկրից են վերցնել որտեղից են վերցնել այդ է պատճառը դե չես զարմաց ասեմ սրանց ախր ինչքան էլ նստես մտածես այտենց բոզիտողություն դու չես կարող մտածես որ աղամանը սեղանից պիտի հեռացվի դու գանք եւ մարդիկ որոշել են 1 միլիարդ դրամ հիմա այդ 1 միլիարդ դրամ գրանտը որ ստացել են ում որ պիտի մտցնեն ես չգիտեմ Բա ինգեշ սասուն մալչիկ բա իմինի բա մե բանարած բաղվի մետար քրվի
Այդքան թալանեցին, ում հետևից ես գնացել, մի հատ էլ կամ այդ ինչ լոգո է, ինչ չարյուց, ինչ սունդուկ, ինչ կողպեկ, ինչ թուր, ինչ զոոֆիլա, ինչ գլգլը։ Մյոյով։ Ոնց դու ես փամբուկ ծծողը տեցել այդ խեղճ, ոչ կենթանուն ես բնապատկեր է։ Բիզնես։ Վարշկիդի։ Կամ, եթե դու խոսում ես առյուծից և գանձարանից, որոշակի ղախպեկ էլ խոսում էին դոգը Քոչարյանին չի կապնան, դոգը Քոչարյանի պրոյեկտն է, դեկը տենակ, տենց տավարի ցավեր կային։ Ես հələ մի հատ հարց տամ քեզ, ընկեր Սասուն։ Ուրեմն սկսած շատ երկար ժամանակվանից 97, 8, 9 թվերից սկսած մինչև այսօր երևակայ, հա, մինչև այսօր Հայաստանի Հանրապետությունում բոլոր կնիքները պեչատ արտադրվե, տպվե, շնորհվե, զակազե տրվե տեխնիկա պլյուս ՓԲ-ի կողմից։ Այսինքն գոյություն ունեցել հարգելի ժողովուրդ այսպես կոչված տեխնիկա ՓԲԸ, փակ բաժնետիրական ընկերություն, որը եղել է մոնոպոլիստ կնիքների հարցում, պեչատների։ Տարեկան Հայաստանի Հանրապետություն, այսինքն պետռեգիստրը հարկային, մարկային, մինիմում գրանցել է 20,000, ինչ են ասում, սուբյեկտ, ձեռներեց, բիզնեսմեն, կամպանիա, ՍՊԸ, ՓԲ եւ այլն։ Եվ այդ ամեն մի 20,000-ի յուրաքանչյուր ի հայտ եկած ԱՁ, ՄԱՁ եւ այլն պիտի ունենա իր կնիքը, պեչատը։ Պեչատ ունենալու համար կարող լինի մի օրում, կարող լինի մի ամսում, կարող լինի 25 օրում, այդ ամեն ինչը կախված է գումարից եւ այդ պեչատի մոնոպոլիան տրված է եղել տեխնիկա ՓԲ-ին երկար տարիներ։ Հետևաբար առաջանում է հարց, շատ ներողություն, իսկ ումն է տեխնիկա ՓԲԸ։ Տեխնիկա ՓԲԸ-ի սեփականատերն է Իրինա Քոչարյան։ Սա թավնազգանն է։ Իրինա Քոչարյանս ապահովել է իրեն եկամուտ, այս նույն տեխնիկա ՓԲ-ով, ոչ ավել, ոչ պակաս, տասնյակ միլիոնավոր դոլարների։ 1 միլիոն չի, 5 միլիոն չի, 7 չի, 9 չի, 10 չի։ Իսկ ով է Իրինա Քոչարյանը? Այո, պարոն Քոչարյանի բարեկամուհին։ Եվ մինչև օրս էլ Իրինա Քոչարյանի տեխնիկա ՓԲԸ-ն Հայաստանի ուժային կառույցներին, այնպիսին, ինչպիսին ասենք արտադրության նախարարությունն է, գլխավոր դատախազությունը, քննչական կոմիտեը եւ այլն, դրանց բոլորի պեչատները ստպամա, սարքմա, տրամադրումը Ռոբերտ Քոչարյանի պատկանող կամ ընտանիքին պատկանող հիմնարկ ձեռնարկությունը։ Հիմա ես ուզում եմ հարց տամ զոմբի բոզի տղեկին, ով է Քոչարյանական։ Ես թե ձեր Նիկոլը։ Հարց։ Բա մանչիկ բա իմինի Սասուն, քո մոտ հարց չի առաջանում հակակոռուպցիա կոմիտեից, ոնց է եղել, ինչ ձև է եղել, որ այս ընկերությունը տարիներ շարունակ, տասնամյակներ, կարելի է տենց ասել, եղել է մոնոպոլիստ, պեչատի մեջ։ Այդպես բան դաժե Աֆրիկյան ամենան հետամանած պետությունում գոյություն չունի, որ պեչատ կարա խփի մենակ մի ընկերություն։ Բախի չես գնաց հետևից բոզ տղա։ Հարց առաջանում։ Ձեռները թերու գանձարանից։ Այ գլգլիստ։ Այս ինչ է sense անընդհատ բացում, որ այս զոմբի մասսայի ուղեղը մտնի, որ ով է Քոչարյանական, ով է Նիկոլական, ով ում հետ կապ ունի, խնդրեմ։ Այսի ձեր Նիկոլը, այսի ձեր Ռոբերտ Քոչարյանը։ Ու ավելին, գոյությունի ոմն Մանուկյան Արմեն, սրա չգիտեմ ես, սրա մարդնա, աղջկա մարդնա եւ այլն, որը որ ղեկավարում է ցուցարարների դպրոցը Քոչարյանական, որ երբ Քոչարյանին դատում էին, հլում էին, բերում էին, միտինգ էին անում, պիցա էին առակամ, էս էին անում, են էին անում։ Խնդրեմ, այսինքն այս
Այս օֆիսն է նաև ֆինանսավոր է դրանց։ Պետությունից փողով եկալը մա պեչատամար, ֆինանսավորում է Քոչարյանի ճամբարի ցուցարարներին։ Ամենայն հավանականությամբ։ Ստեղ ավարտենք։ Ես մնա հետո։ Այսօր մենք ստացանք շատ հետաքրքիր զանգ Ռուսաստանի Դաշնությունից, հարգելի ժողովուրդ, որը վերաբերվում է Տաշիր Սամվելին կամ Սամվել Կարապետյանին։ Ես առաջի անգամը չի, մի անգամ չի, երկրորդ չի, երրորդ չի, որ զարմանում եմ Ռուսաստանաբնակ այն մեծանուն, մեծապատիվ ամենայն կարողությունների տեր մեր օլիգարխների վրա Արա Աբրահամյան, Սամվել Կարապետյան, Կարեն Կարապետյան եւ նմանատիպ Կարապետյաններ։ Դրանց վարած, արած գործնեությանը, որի ընթացքում դուրժվում են հարյուրավոր, եթե ոչ հազարավոր հայ ընտանիքներ։ Եվ նմանատիպ նման մի իրավիճակ էլ հերթական սուրպրիզն է մատուցել Տաշիր գրուպ ընկերությունը, կամ ոսոր ասում են Տաշիր Սամոն։ Ես հիմա չնայած հուսով եմ, որ Տաշիր Սամոյի ազգուտակ ու բարեկամնի ինձ դիտում են, բայց ես նաև գիտեմ, որ ինձ լսում են եւ դիտում են տարբեր երկրների հատուկ ծառայությունների իմ գործընկերները, ես նաև այս մասը որոշակի մի հատված կրադարամ նաև ռուսերենով, որպեսզի ավելի հեշտացնեմ վերջինիս աշխատանքը եւ ավելի խորը խայտարակենք այս ընկերությունը։ Բանից պարզվում է, որ Տաշիր գրուպ ընկերությունը ունի շինարարական, այսինքն զբաղվում է շինարարական բիզնեսներով։ Շահել է տենդեր, ասենց պարզ մարդկային լեզվով ասեմ, որտեղ որ ներգրավել է բավականին մեծ քանակությամբ հայերի, 300-ից ավել հայ մարդ, Հայաստանի քաղաքացի, այդպես ասենք, աշխատել է այդ ընկերությունում։ ЦКБ Управление делами президента Российской Федерации. Այսինքն ЦКБ это Центральная клиническая больница управлением делами президента. Ну, грубо ասած, Кремлевская больница. Այդ ЦԿԲ-ն վրա շինարարական աշխատանքներ գործ Մոսկվա իրականացնում է Մատեն ընկերությունը, որը շահել է այդ շինարարական տենդերը եւ իրականացնում է շինարարական աշխատանքներ։ Չգիտեմ, մասնաշենք ավելացնում, ռեմոնտ անում, էս անում, այն անում։ Եվ 300-ից ավել մարդ Հայաստանի քաղաքացի աշխատել է եւ ոչ միայն այնտեղ ուզբեկ, տաջիկ, չեչեն եւ այլն, աշխատել է այդ ընկերությունում Մատեն կոչված, որոնց գլխավոր, այսպես ասած, այդ մարդկանց պրարաբասեմ, ինչ ասեմ, Ռոման Մելքոնյան, Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Ինչա տեղի ունեցել, այս մարդկանց աշխատացրել են ամիսներ շարունակ եւ գումարը չեն տվել, վերջում ասել են հելեք ու սիկտիրելեք։ Ուրեմն այդ ЦКԲ-ի հետ կապված շուրջ 20 միլիոն ռուբլի, ասել են, մեղմ ասած գցել են 6-ից 10 աշխատավարձ, VDNխ աշխատել, մյուս մասել աշխատել է բան VDNխ-ում ընդեղ կինշոր պարկ 5 միլիոն ռուբլու չափով, Անգարսկ գոյությունը ընդեղ աշխատացել են եւս 3 միլիոն ռուբլու չափով։ Այդպես մանր, իտոգու եկե կանգնել է շուրջ 40 միլիոն ռուբլի։ Ասում եմ, ով է ընդեղ այդ գեներալի դիրիժորը, այսպես ասած, Տաշիր Սամոն անձամբ չեք այնտեղ կանել ղեկավարում, Անդրեյ Գեորգիչ Ոման, որը ազգությամբ ասորահայ է, եւ սա է ասել, ուր ուզում եք գնացեք բողոքեք, ինչ уզում եք արեք, ձեզ փող տվող չկա։ Մեղմ ասած, идите нахуй։ Դրա համար ես հիմա перейду на русский язык и хочу обращаться генеральному прокурору Российской Федерации, мэра города Москвы, главу управления по делам президента Российской Федерации и в том числе господину Бортникову. Значит, в Москве работает такая компания по имени Матен, которая принадлежит Самвелу Карапетяну. Руководит эту фирму зять Самвела Карапетяна.
Весь ужас состоит в том, что Самвел Карапетян, он же Ташир Самвел, как мягче высказаться, кинул вот так вот своих сограждан. То есть они типа строят ЦККБ, управление делами президента, то есть вот эту больницу, а те люди, вот, которые работали, те вот мастера на этой больнице, на этой вот стройке, а их больше 300 человек, величайший армянский бизнесмен всех кинул. Я вот очень грамотно прошу властям Российской Федерации, особенно правоохранительным органам, Роспотребнадзор и тому подобное, заняться этой компанией. Компания называется МАТЭН. Руководит этой компанией Андрей Георгиевич. Номер телефона +7 925 900 1111. Я повторяю. +7 925 900 1111. 4 единицы в конце. То есть, вы представляете, они додумались до того кинуть работников, рабочих, которые строят больницу для аппарата президента Российской Федерации. До чего дошел ужас. И там работают не только армяне, там работают чеченцы, узбеки, таджики, они всем кинули. И чеченцам, и таджикам. Вот заодно я обращаюсь к главе Чеченской республики господину Кадырову, потому что в этой компании работали и чеченцы. И вот эти бедные вот рабочие сейчас остались без ничего. Вот. Займитесь с этими вот пидорастами и принимайте особые меры. Вот так вот. Это как просьба. Դուք պատկերացնեք, այն որ ասում են հայա ոնց ասենք որ ավելի գեղեցիկ եւ կոռեկտ լինի, հա? Այն որ գալիս են Հայաստան, խոսում ազգասիրությունից, պատրիոտիզմից, չգիտեմ ընտրությունների ժամանակ ասում են մենք եկել ենք հայազգին փրկենք, օգնենք, լավություն անենք եւ այլն եւ այլն։ 300-ից ավել հայ ընտանիք կծվել է այս ղախպեքի պատճառով։ Բա Տաշի Սամվել, դու չես զանգում քո պես ու ասես, այ ղախպայից ինչ ես անում։ Կամ հաջողությամբ Անդրեյ Գյորգիչին դու չես ասում, այսինչ ասում եմ շնորհավորությունը վեկայել ենք, կապը պայմանագիր ցույց ենք տալի, որ այս արել ենք, ասում եմ նստած քերում են, չգիտեմ 20 միլիոն ռուբլուց փորում են, էսի սենց է կարի, էնին էնց է կարի, ինչ որ մի հատ կեղտեր են սկսում մանգալ, փորում, գտնում, ինչ որ հետքեր առնում, այդ 20 միլիոնից անում են 5 միլիոն, ասում են չէ, 5 միլիոնի դուք դեֆեյտ եք արել, չի լինի, մնացել է 15, լավ 15-ը կտանք, ու սենց շարունակաբար բոզի տղություն։ Դուք ուրիշ գցելու բան չգտաք, պարոն Սամվել Կարապետյան։ Բայց 300-ից ավել ընտանիքի ճակատագրի հետ եք խաղում, վերջում խոսում եք, չգիտեմ, բարությունից, հայությունից, չգիտեմ, բարեգործությունից, եկչուհիներին տվել, բան եք նվիրում, Քսենա Սավչակ, Բաբչակ, տուն, տեղ, Հյուսային Պողոտա եւ այլն, ում հաշվին։ Այս խեղճ բանվոր ժողովրդի, բա 6 ամիս, 10 ամիս այս մարդկանց աշխատավարձ չես տվել, ընկեր Տաշիր Սամվել։ Դու չես մտածում, այս մարդիկ ինչու՞ պիտի ապրեն։ 300 ընտանիք։ Կին, երեխա, այս մարդիկ տան վարձ են տալի, այս մարդիկ դեղի փողա, սնունդի փողա եւ այլն, բայց դու չես ամաչում։ Միլիարդների մեջ ամենահարուստ հայն ես աշխարհում ըստ Forbes-ի 3 միլիարդ դոլարից ավել կարողություն ունես, աչքը դրել ես 20-40 միլիոն ռուբլու վրա, հա? Տաշի Սամվել։ Չի կարելի չէ։ Հետո պիտի գաք, խոսեք պատրիոտիզմից, հայրենասիրությունից, մասնակցեք ընտրություններին, ձայներ գողանաք, հայերի մասին խոսակ, ասեք, որ դուք լավ տղա եք, ուրիշներին անուն կպցնեք, մեկին շինեք գյոտ, մեկին շինեք բոզ, մեկին շինեք եսիմ ինչ անող եւ այլն, դուք էլ լավ մարդիկ եք, մայբախով մանիգյալի, բայց այդ գումարները որտեղից, բանվոր դասակարգից, բավիթեր էլի,
Վեկան զանգի Մելքոնյան Ռոմանին կանչի կոմոդ, հարցր ասա, այս ոնց հասկանանք։ Ինչի քո փողը չեն տվել։ Եվ գիտեք, ցավը որն է, երբ որ հայը հային, այս երևույթը չի դադարում։ Ինչ բոզի տղություն կա, հենց իմենը անվում է հայը հային։ Հիմա որ սես բանաներ թուրքը, պետք է ասեն թուրքը սենց, թուրքնես, թուրքնես։ Բայց հայը հային։ Ու առանց ամոթի զգացումը 6 ամիս, 10 ամիս դու ես այն էլ ինչ բանվորի փող ուտողը խիկարա մարսի։ Բայց դու չես ամանչում։ Դու պատկերացնում ես 300 ընտանիքի անեծք, 300 ընտանիքի քֆուշ, 300 ընտանիքի չոր ցավ գալիս է փաթաթվում է քո սենոդների վզին։ Դրա մասին մտածել ես, ընկեր Սամվել Կարապետյան։ Մի փոքր ունեցեք ամոթի զգացմունք։ Մի փոքր ունեցեք հարգանք այն բանվորի նկատմամբ, որը ձուն ձմեռնոցով շինարարական աշխատանքների մեջ է թաթախված, դու էլ լակերովնի կոշիկները, կոստյումը 10-20 հազար դոլարանոց, չգիտեմ, կոշիկները եւ այլն, մայբախով ֆռռում ես։ Դու ֆռռում ես այդ բանվորների հաշվին։ Ու հիմա քո փեսեն ու ինչ որ մի հատ գանդոն այդ մարկած փողը չի տալու։ Ռուսական իշխանությունները խաբար են այս բոզիտողությունից, արդեն խաբար եղան։ Հաղորդման վերջում ուզում եմ ասել, որ հարգելի ժողովուրդ, մենք ընդունում ենք գովազդի մասին պատվերներ, կարող եք պատվիրել ձեր գովազդը մեր YouTube-յան, Telegram-յան եւ Facebook-յան էջերում։ Հաջորդ հաղորդմանը մենք ամենայն մանրամասնությամբ կանդառնանք Պեկին, բացիկան պետեկամուտներին, պետեկամուտներում տիրող պորնոգրաֆիկ իրավիճակին, վին խետ կուկուլալա, ինչ թար կուկուլալա, ինչ թար լափել, ինչ թար մխսել։ Իսկ Ռուսաստանի մեր հայրենակիցները, մեր ուղիղ եթերները կարող են դիտել քաշերով VPN, փոխելով երկրի IP հասցեն, այսինքն դերեք, չգիտեմ, Գերմանիա, Պորտուգալիա եւ այլն, եւ հանգիստ ձևով կարող եք դիտել հանրային ձայն հաղորդումների ուղիղ թողարկումները։ Այսօր այսքանը, շնորհակալություն, միշտ նոր հանդիպում։